ասինչ անսկա մարդ է։ Եթե մեկը համար այդպես խոսք նսվի, ինչ կարծիքնիդ ինչ կլա այդ անձի մասին։ Շատ քեշ մեկը լալու է գսենք ասիգա։ Երբ որ մեկը համար անսկա գսվի, ադիգա լավ փամը չէ եւ մեկերնից չեն գուզեր անսկա մարդոց հետ գաբ ունենալ։ Անսկա մարդը հոգը չէ։ Ինչպես որ նկարի մեջ ինչ եղավ։ Եվ իրեն փամը չի նեղացներ։ Անսկա է, չսկա, սկացում չունի։ Եվ այսօրվա վտանգի մասին, որ պիտի խոսիմ, անսկայնություն է, անսկայնություն։ Արդյոք կարելի է, որ հավատացյալը անսկա ըլլա։ Աստծո խոսքը մեզ գսե այո։ Եվ հոգևոր անսկայնությունը շատ վտանգավոր բան է, վիճակ է, ուր մեկը գորսնցնե անդրադարձը թե Աստված իր հետն է, Աստծո ներկայությունը իրեն չաստեր կամ չխոսիր, Աստծո աստարարությունները իրեն դված կամ Աստծո դված ուղղությունները իրեն չեն խոսիր եւ անձը գտարնա անսկա մեկը։ Եվ ասիկա գբադայի, երբ որ սիրտը փթանա եւ անպատասխան թարնա Սուրբ Հոգին թրթումներուն։ Հոգևորապես անսկա անձը խոցելի է մեղքին, խաբեության եւ վերջավորության գործաման։ Vulnerable to sin, deception and eventual destruction. A spiritually insensitive person. Արագատ 4:23 անորամար մեզի հստակ կերպով գսկուշացնե գսե ամեն ըսկուշությունով կուսիդդ պահե քանզի կյանքի աղբյուրները անգեյեն։ Երբ որ հավատացյալը հոգևորապես անսկա գտարնա, իրենց զանազանության հոգին կգործընծնեն, անսկուշ որոշումներ կանցնեն եւ գինան վտանգավոր ձուղակներու մեջ, որ սատանան կպատրաստե իրենց համար։ Եվ Սուրբ Գիրքի մեջ ամենաողբերգական օրինակները մեկը հոգևորապես անսկա ըլլալու գտնվի երկրորդ թագավորացի մեջ եւ անձը, որ այս վիճակի մեջ ինգավ, ավելի մեզի կզարմանացնե, որովհետեւ ասիգա Դավիթ թագավորն էր, որուն համար գսվի թե Աստուծո սրդին համեմատ անցմներ։ Եթե Դավիթ թագավոր Աստուծո սրդին համեմատ մարդը այս վիճակի մեջ ինգավ, հոգևորապես փթացավ, spiritually he became dull, եւ ամենամեծ ցախողություններն իր կյանքին ամենամեծ ցախողությունները մեկու մեջ ինգավ, գնշանակե թե ովևէ մեկերնից գրնանք աս վիճակի մեջ ինալ։ Ինչ էր հարցը, ինքը պետք է ռազմաթարչի մեջ լար, երթար եւ պատերազմներ, բայց գտեսնենք, որ իր բալադի մեջ մնաց եւ իր ձուլությունեն, իր ինքնազսպումի self-control բագասութենեն եւ քանի որ մեկում հաշվետու չէր, ինգավ շնության մեջ adultery, խաբեության, deception եւ վերջավորության մինչեւ նույնիսկ մարդասպանությունը, murder։ Եվ ասիգա ամեն մեկ հավատացյալի աստարարությունն է, թե շատ թյուրությամբ կրնանք մենգալ ասվիճակի մեջ նալ, կարևոր չէ որքան հոգևորապես մենք զորավոր գսկանք կամ զորավոր ենք։ Երբ որ անսկա գտարնանք Աստուծո առաջնորդության, մենք ալ խոցելի գտարնանք փորձառության։ We become vulnerable to temptation. Փորձության ներողություն։ Եվ այսօր պիտի նայենք պատճառներուն, որ մեկը հոգևորապես անսկա գտարնա, անոր հետևանքներուն, անսկա դառնալու հետևանքներուն, եւ ինչպես կարելի է արթուն եւ զգաս մնանք, երբ կքալենք
Աստուծո հետ։ Ինչ են նշանները հոգևորապես անհսկայնության մեջ ըլլալու։ Առաջին մեկը անհոգություն գնե իր հոգևոր բարդականություններու մեջ։ Կսկսի անհոգ ըլլալ իր հոգևոր գոչումին եւ ծառայության մեջ։ Երկրորդ թագավորաց 11:1-ի մեջ կգարտանք մեկի մեջ կսե հետևյալ դարին թագավորներուն բادرազմի ելլելու ադենը Թավիթ Հովապը ու անոր հետ իր ծառաներն ու բոլոր Իսրայելը ղրգեց, որոնց ամոնացիներուն գոդորեցին ու ռապան բաշարեցին, բայց կսե Թավիթ Երուսաղեմ գնստեր 2 Samuel 11:1 Թավիթ պետք է բادرազմի երթար, բادرազմ գսե թագավորներուն բادرազմի ելլելու ադենը։ Ինքին չէր թագավոր ուր պետք է լար իր փանագին արչևեն կացողը, առաջնորդողը, բայց իր դեղը իր զորավարը Հովապը ղրգեց գսե։ Եվ ինքը Երուսաղեմի մեջ մնաց։ Երուսաղեմ գնստեր գսե, բայց Թավիթ Երուսաղեմ գնստեր։ Երբ որ հավատացյալը գանդեսե իր հոգևոր բարդականությունները եւ անգլերեն բառը idol գսե, become idol, Փարարանը նայեցա, թե idol բառին ինչ հոմանիշներ կան հայերենով, շատ գեղեցիկ քանի տեսակ բառեր տեսա, որ ամենալ ճշմարիտ են եւ իրական են, գսե idol ըլլալ կնշանակե անհոգ ըլլալ, անկորձ ըլլալ, փամճնել, ձլանալ, բարապ մնալ, անշահ ըլլալ եւ ժամավաճառություն ունել։ Եվ այս բոլորնալ ճիշտ կներկայացնեն ինչ եղավ Թավիթի եւ ադոր պատճառով գսե իրեն միտքը մտածրվեցավ ասենք միտքը կնած սխալ դեղեր ուրիշ դեղեր որ պետք չէ ըլլար եւ ասիկա առաջին նշանն է հոգեբոր անհսկայության որ մեկը իր հոգեբոր պատասխանատվությունները չի կատարել երկրորդ երբ որ մեկը այլևս չի գնար զարորոշել շիդագը սխալեն ասալ նշաններեն մեկն է որ հոգեբորապես անհսկա դարձած է առաջին Դիմեթրիոս 4:1-2 Հոգին հայտնաբես կսե թե վերջին ադենները ոմանք պիտի հերանան հավատքեն ուշադրություն դարձնելով մոլորեցուցիչ ոգիներու եւ թևերու վարդապետություններու գեղձավորությամբ սուտ պիտի խոսին խանձված խղճմտանք պիտի ունենան խանձված խղճմտանք այսինքն խիջերին իրենց պիտի չխոսի իրենց պիտի չմխտե երբ որ սխալ գնեն ամբոր հոգեբորապես անհսկա է spiritually insensitive չի գնար որոշել շիդագը սխալեն cannot distinguish between the right and wrong Թավիթ պետք է երբ որ փորձությունը իր աչքին առջև եկավ Պերսափե որ գլվածվեր գսե ինքը իր բալադեն գտիդեր եւ դեսավ Պերսափեն փոխանակ իր աչքերը դարձնելու ավելի սկսավ նայել դեղի դբավ որ փորձությունը իրեն վրա կա եւ չգրծավ որոշել շիդագը սխալեն շիդագերը ռածը թե ոչ սխալ էր անշուշտ սխալ էր բայց կտեսնենք որ այդ մեկը չգրծավ զանազանել երրորդ նշանը հոգեբոր անհսկայության անդեսել է Սուրբ Հոգին ցայնը եւ Եփեսացիս մեջ կսե մի դերմեցնեք Աստուծո Սուրբ Հոգին ամբոր Աստուծո զավակ է ամբոր վերստին ծնած է իր մեջ ունի Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգին հանկիստ չի ցկեր անցիմը որ մեղքի ջամփան բռնած է բիդի միշտ մխտե անոր արտնցնե սկուշացնե որ սխալ ընթացքի մեջ ես բայց երբ որ մեկը Սուրբ Հոգին ցայնին ագանչը գկոցե անսկուշ կլա անսկայության ջամփան կբռնե
շարունակապար գանդեսե Սուրբ Հոգին աստարարությունները, ignores the warnings of the Holy Spirit, եւ անցը անսկա գտարնա, եւ ավելի թյուրին գլա այդ անցին մեղքի մեջ ինալու։ Չորրորդ նշանը այն է, որ անցը որ անսկա է հոգևորապես հաջույք կփնտրե նպատակին թեմ։ Այսինքն հաջույքներ իրեն ավելի կորձնական գտարնան, ավելի գսիրե հաջույքները, քան թե նպատակիմը հասնիլ։ Դավիթ պետք է երթար պատերազմի։ Պատերազմ գարգրվելու եւ հաղթելու նպատակը այդ էր, իր թագավորը լալուն, բայց ուզեց իր հաջույքը ստանալ իր անձնական հանգստության մեջ եւ իր թագավորության բարդականությունները չգադարեց։ Այսօր շատ մավադացյալներ նույնպես հաջույքը կնախատասեն իրենց հոգևոր բարդականություններն ավելի կարևոր։ Այն գոչումը, որուն համար կանչված են երկրորդական, երրորդական դեղեր կգրավե, ինչ որ առաջին դեղը պետք է գրավե։ Եվ այսօր օրինակներեն ամենալավը, որ բավական այսօր մասին խոսեցա, բայց գարժեն օրեն իշել Սամսոնն է։ Սամսոն կանչված էր, որ իր ժողովուրդը ազատե հղշտացներուն ցերքեն, բայց Սամսոն իր հաջույքին յետևեն գնաց։ Միշտ իր հաջույքը ավելի կարևոր էր, քան թե Աստուծո ուզածը իրեն համար։ Եվ ադիգա իր հոգևոր անսկայնության մեջ վերջավորության իր գործանման դարավ, ինչպես պատմությունը գիտեք։ Ինչ են հետևանքները հոգևոր անսկայնության։ Ինչպես ասի, ով որ հոգևորապես անսկա գտարնա, շատ թյուրությամբ մեղքի մեջ կինա, vulnerable to temptation, փորձության կմատնվի։ Հակոբու 1:14-15 կսե սակայն իրականչյուրը կփորձվի հրաբուրված ու խապված իր ցանկութենեն, հետո ցանկությունը հղանալով մեղք կծնանի, իսկ երբ մեղք կդարվի, մահ կծնանի։ Այս հետևանք, այս գարկը ուշադիր եղեք, որովհետև միշտ նույն ձևով կդարվի։ Նոր բամը չլար մեղքի մեջ ինալը, նոր քյութը չգա մեղքի մեջ ինալու։ Ինչ է շարքը։ Յուրաքանչյուրը կփորձվի գսե հրաբուրված ու խապված իր ցանկութենեն, հետո ցանկությունը հղանալով մեղք կծնանի, իսկ երբ մեղքը կդարվի, մահ կծնանի։ Եթե դերմը ետ թարց չլա այս գարկի մեջը, երբ որ անսկայնություն գա հավատացյալ կյանքի մեջ, հետևանքը այս է, ուրիշ ծև չգա։ Երբ որ Դավիթ որոշեց բալադի մեջ մնալ, արդեն հոնդերեն սկսավ իր անգումը։ Ինքը պետք է պատերազմի երթար եւ մեղքը իրեն թուրին յետևը կսպասեր։ Երբ որ հավատացյալը հոգեորապես արթուն եւ սկաց չէ, գիտած եղեք, որ թշնամին պատրաստ է անոր լապելու, ինչպես առաջին Պետրոսի մեջ կսե, սատանան կսե, մրնչող արույցի պես կսպասե թե որուն գլե։ Տուն թուրը բաց եւ սպասե նայր ինչ պիտի լա։ Սատանան հոն թուրին յետևը կսպասե։ Ուրիշ բամը, որ կբադահի, երբ որ մեկը հոգեորապես անսկա գտարնա, կգործնցնե իր հոգևոր զորությունը, իշխանությունը բաներու վրա։ Երբ որ Դավիթ մեղքի մեջ ինգավ շնչյունը Փերսափեի հետ, իր փարոյական իշխանությունը գործընծուց եւ ադիգա իր ընտանիքին վրա անարքանք բերավ։ Եվ անշուշտ հետո իր թագավորության նույնիսկ աստեց։ Մեղքը սիրելներ գնվածեցնե մեր հոգևոր զորությունը եւ չենք գնար իշխել մեղքին վրա։ Չենք գնար մեր գիրքերը գարավարել, որտեղ մեղքին դեղ դված ենք։ Երրորդ բանը, որ կգադարվի, ինչպես համարը գարտացինք, գործանարար որոշումներու շղթամը կսկսի անցին կյանքեն ներս, որ անսկա գտարնա։ Մեղքը, որ կոյանա, ուրիշ
ուրիշ մեղքը պետք է կործե, որբեսի այդ մեղքը կոծե։ Ինչպես Դավիթի պատմության մեջ։ Դավիթ Պերսափեի հետ շնություն ունի։ Այդ մեղքը կոծեցելով Պերսափեի ամուսինը գրգեց պատերազմին եւ արչեւը տնել դվա որբեսի թշնամին մերցնե Ուրիային։ Եվ ասես իրելն է, հոգևոր անսկայությունը մեղք գարաչնորդ է և գործանարար հետևանքներ ունի։ Եվ վերջին բանը հետևանքը, որ գտեսնենք, Դավիթ թագավորը ունեցավ, երբ որ անսկայնության մեջ այսպես գաբրեր, Աստուծո հետ իր հարաբերությունը, հաղորդակցությունը գործընծուց։ Սամոս 51, 11-12 գսե։ Զիս երեսետ մի ծքեր, ու քու սուրբ հոգիտ ինձ մե մի աներ, քու փրկությանը ծնծությունը ինձի վերադարձուր, ու գամավոր հոգիմը թող հաստատե զիս։ Գրնակ երևակայել Դավիթը ինչ խեղճ վիճակի մեջ էր, եթե այսպիսի աղոտ մը գաղոթ է, գսե քու երեսետ մի ծքեր, երեսե ինգած կսկար, ով երեսե ինգած կսկա, մեկը որ սխալի մեջ է, երես չունենար մեկումը երեսին նայելու, գսե ու քու սուրբ հոգիտ ինձ մե միարներ, Դավիթ կսկար, որ սուրբ հոգին ալ իր մե կացած էր, սուրբ հոգին ցայնը մարած էր իր մեջը, այլևս չեր գնար լսել սուրբ հոգին ցայնը, անոր համար գաղոթ է գսե սուրբ հոգիտ ինձ մե միարներ, եւ ուրիշ բամը իր ուրախությունը գործընծուցած էր, խիղճը իրեն գդան չէր, ուրիշ տեղ գսե ոսկորներս կփդեին, երբ որ ես այս վիճակի մեջ էի, եւ լավակույն մասը այս աղոթքի մեջ աներ գսե ինձի ծնծությունը, փրկության ծնծությունս վերադարձուր, ու գամավոր հոգիմը հաստատե զիս։ Այսինքն գուզեմ քեզի հնազանդել, գուզեմ ըսածը դնել, այս վիճակը ինձի չկար, ինձի համար լավ չէ գահասկնամ։ Դավիթը անդրադարձավ իր հոգևոր վիճակին եւ ինչպես իր հոգևոր վիճակը, անսկայնության վիճակը աստած էր իր եւ Աստուծո միջև եղած հարաբերության եւ ադոր համար խոսք գաղաղագե, որ Աստված իրեն հաստատե։ Ինչպես կարելի է հոգևորապես սկայուն մնալ եւ անսկայնության մեջ չինալ։ Առաջին պահպանել հետևողական աղոթքի կյանքը։ Maintain a consistent prayer life։ Անոր համար Պողոս առաքյալ Թեսաղոնիկեցիներին գրե. Անթաթար աղոթ գրեք։ Անթաթար աղոթ գրեք։ Քրիստոնյան, որ աղոթքի կյանք չունի, զորություն չունի։ Որովհետև աղոթներն են, որ մեր հոգիները արթուն եւ զգաստ կբահեն եւ կզորացնեն զադորոշելու մեջ, շիդագը սխալեն զանազանելու մեջ։ Եթե աղոթքի կյանք չկա, հավատացյալը շատ թույլությամբ պիտի ինա մեղքի մեջ։ Երկրորդ, ամեն օր Աստծո խոսքին վրա մտածել, խորհրդածել։ Սամոսի մեջ կգրե քու խոսքդ իմ ոտքերուս ջրակ է ու իմ շավիներուս լույս։ Ինչպես պիտի գրնանք շիդակ ճամփու մեջ քալել, եթե խավարի մեջ նստած ենք։ Աստծո խոսքին լույսը պետք ունենք։ Աստծո խոսքը լույս է գսե։ Առաջնորդե հավատացյալին փորձութենեն հերու եւ մեղքեն հերու։ Երրորդ, հաշվետու գտնվել Աստվածավախ խորհրդադուիմը։ Մենք ասոր մեջը շատ կծախողենք եւ ասիգա մեծ վնաս է, եթե մեկը չունիս, որուն հաշվետու գրնաս ըլալ։ Արագած 11-14 կսե, ժողովուրդը առանց խոհականության կգործանի, բայց խորհրդականներու բազմությամբ փրկություն կլա։ Դավիթ Նաթան մարգարեն ուներ իր քովը։ Նաթան մարգարեն միշտ գավեցներ։ Եվ խոսքը տեսնենք, որ գինա Նաթան մարգարեն իր քովը չէ։
Նաթան մարգարեն աստուծմե միշտ պատկամներ գարներ եւ իրեն գբերեր։ Իրեն ուղղություն գուտար ընելիքներում մեջ։ Այս անգամ բայց կտեսնենք, որ մեկը չկա իր կողը, որ իրեն հաշվետու բայ է։ Keep him accountable. Հաշվետվությունը սիրելիներ մեզի զերծ կնե հոգևոր ցախողությունները։ Accountability prevents spiritual failure. Եվ վերջին հոգևորապես ըսկայունը լալու եւ ըսկայուն մնալու մեջ այն է, որ Աստուծո վախով կալենք։ Արագած 8:13 կսե դերոջը վախը չարությունը ադել կնշանակե։ Եթե բիդի ըսկայուն մնանք, պետք է չարությունը ադենք։ Աստուծմե վախնալ կնշանակե Աստուծո գամքին մեջ մնալ, Աստուծո հնազանդիլ, ոչ թե որ Աստված պիտի ձեձե մեզի, այլ հասկանալ եւ գիտնալ Աստուծո մեծությունը մեր յանքի մեջ եւ անոր բարիքներ եւ օրհնությունները, որ իր հետ կան եւ հարգել Աստուծո իր խոսքերում մեջ, որ գարենանք միշտ ըսկաստ մնալ։ Ինչ են նշանները հոգևոր անհսկայնության։ Առաջին, մեկը որ հոգևորապես անհսկա դարձած է, գարթարացնե իր մեղքերը։ Ցեմը գտնե, որ ինքսինքը համոզե, կամ ուրիշներուն համոզե, որ իր սխալը որ ռած է շիդագե։ Եսայա 5:20 գսե. Վայ անոնց, որոնք չարին բարի գսեն ու բարիին չար, որոնք խավարը լույսի դեղ ու լույսը խավարի դեղ գտնեն, որոնք թարնը քաղցրի դեղ ու քաղցրը թարնի դեղ գտնեն։ Երբ որ մեկը սկսի պատճառաբանություններ փնտրել իր մեղավոր գործերը արդարացնելու, ադիգա կնշանակե թե իր սիրտը անհսկա դառնալու վրա է կամ անհսկա դարձած է։ Երկրորդ, հոգևորապես անօթություն Աստուծո խոսքին, Աստուծո ներկայություն, անօթություն չսկար։ Ամբոր անօթի չսկար, վերջավորության ինչ կլա, սոված գմերնի։ Երբեմն գներվինք, երբ որ փորերից կծավի, անօթի կսկանք, ասենք ով նորեն փորս կծավի, որ պետք է ուդեմ։ Ադիգա լավ նշան է, ասել է թե առողջ է մարմինդ գուզե պետք մունի եւ այդ պետք է լեցնես եւ հոգեվերաբես անօթի լալնալ լավ բան է, որ գարենանք Աստծո խոսքով, Աստծո ներկայությունով գերակրվել ամեն ադեն։ Ինչպես կարդացինք Երանելիներում մեջ կսե, Երանի անոնք, որ անօթություն ու ծարավ ունին արդարության, որովհետև անոնք պիտի կշտանան։ Դերը պիտի կշտացնե մեզ։ Երբ որ փապակը գա աղոթքի, պաշտամունքի, Աստծո ներկայության, ասել է թե հոգևոր սկայնությունը զորավոր է, արմատները սկսած է գաբել եւ թյուրին չի գնար անհսկա դառնալ։ Երրորդ նշանները մեկը, որ մեկը անհսկա դառնա հոգևորապես, այն է, որ գրտնագի գանդեսե Սուրբ Օքին թադաբարդումը, որ կգադարե իր մեջը։ Եբրայեցիս 3:15 կսե. Այսօր եթե պիտի լսեք անոր ցայնը, մի խստացնեք ձեր սրտերը, ինչպես թարնության ադեն։ Երբ որ Սուրբ Օքին քեզի աստարարություն մգնե, քեզի գսկուշացնե, եւ թուն մդիկ չեսներ, կամած կսկսի քու հոգիդ անհսկա դառնալ։ Չորրորդ չաշխարհող վերապերմունք կստանա այն անձը, որ հոգևորապես անհսկա կդառնա։ Արագած 20:13 Իմ հանցանքները իր հարցակները կորձողը հաջողություն չի գտներ, կոծո ծածկողը ներողություն հաջողություն չի գտներ, բայց անոնք խոստովանողն ու մեկտիցկողը ողորմություն կգտնե։ Այս է գաղտնիքը։ Երբ որ Սուրբ Օքին բամը գսե, ամիջապես քայլարնել, մեկտիցկել գսե, խոստովանիլ ու մեկտիցկել եւ ամոր այս կնեքսե ողորմություն պիտի գտնե։ We'll have God's mercy։ Եվ ասոր օրինակը ունենք փարավոնի մեջ։ 10 անգամ
Աստված իրեն խոսեցավ Մովսեսի միջոցով, բայց 10 անգամ նա սիրտը գարձացուց եւ անսկա վիճակ ունեցած էր։ Իր սրտի մեջ անսկայնության հոգի մգար եւ ադիգա իրեն գործաման առաջնորդեց։ Իսկ եթե մենք հոգեորապես անսկա դարձած ենք, ինչ կրնանք գնել։ Պետք է լուծումը գտնենք եւ աս լուծումով պիտի վերջացնենք։ Պետք ունենք իսկական ապաշխարության։ Նայեցեք Թավիթ թագավորի աղոթքը Սամոս 51:1-4-ի մեջ գսե։ Ողորմե ինձ ով Աստված, քու ողորմությանը համեմատ, քու արատ քթությանը համեմատ չնչե իմ անցանքներս, իմ անօրենութենես բոլորովին զիս լվա ու իմ մեղքես զիս սրբե, վասնզի ես կջանչնամ իմ հանցանքներս ու իմ մեղքս միշտ իմ առջևս է։ Շատ իրեք արագ կանցնեմ, որտեղ ժամանակը սանցած է, լավ մտի գրեք, գսե վասնզի ես կջանչնամ իմ հանցանքներս ու իմ մեղքս միշտ իմ առջևս է։ Քեզի միակ քեզի թեմ մեղանչեցի եւ քու աչքերու դարձև չարությունների, որբեսի արդար լաս խոսքերուտ մեջ ու անարատ լաս թադաստանիտ մեջ։ Կտեսնենք, որ վերջապես Դավիթ թագավորը գանտրատարնա իր սխալին եւ գաբաշխարե Աստուծո առջև, Աստուծո ողորմությունը կխնդրե։ Եվ իսկական ապաշխարություն կտեսնենք այստեղ այս աղոթքի մեջ, որ իրեն վերագանքնեցուց Դավիթի իր ինգած վիճակեն։ Ուրիշ բանը, որ գրնա մեզի օգտակար դառնալ Ռոմայցիս 12:2-ի մեջ կգտնվի եւ գսե մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքովը հաբա ինչ կսե ծեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, այսինքն Աստծո խոսքով ամեն օր նորոգվիլ, որբեսի քնեք թե ինչ է Աստծո գամքը, որ բարի ու հաճելի եւ գադարյալ է։ Մեկ ցեմը, որ գնանք կործածել, օգտագործել, որբեսի հոգեորապես անսկալ չդառնանք, Աստծո խոսքով մեր միտքը նորոգել է ամեն օր։ Երրորդ, Աստվածային խորհուրդ փնտրել։ Արագացի մեջ կսե երգաթը երգաթով գսրվի ու մարդը իր բարեկամին երեսը գսրե։ Պետք ունենք իրարու, որբեսի հոգևոր խորհուրդով իրարու խորհուրդանք, իրարու առաջնորդենք, ուղենք։ Մենք մեզի շրջապատենք աստվածավախ մարդոցմով, որ մեր վրա աստվածային աստեցություն պիտի ունենան եւ ասիգա գողնե, որ հոգևոր անսկայնութենեն հերու մնանք։ Եվ վերջին մենք մեր կյանքերը նվիրենք սրբության։ Առաջին Պետրոսի մեջ կսե սուրբ եղեք, քանի որ ես սուրբ եմ։ Սրբության կյանքը հավատացյալին սիրտը միշտ ըսկայուն կբահե, որովհետև սուրբության կյանքը գուքա Սուրբ Հոգին եւ երբ որ Սուրբ Հոգին ցայնն է որ գլսե Սուրբ կյանք կնա ապրիլ մեկը եւ անսկայնությունը ոչ մեկ դեր ունենա իր կյանքի մեջ։ Ուրեմն կտեսնենք, որ որքան կարևոր է այս հարցը, հոգեորապես անսկայնությունը ինչ վտանգավոր է, քանի որ Դավիթի պես մեկը Աստուծո սրտին ամենամատ մարդը ինգավ այս փորձության մեջ, որքան ավելի մենք գրնանք նույն փորձության մեջ ինալ հոգեորապես անսկա դառնալով, երբ կանդեսենք Սուրբ Հոգին ցայնը եւ մեր հոգևոր պատասխանատվությունները չենք կատարել։ Սիրելիներ, պատասխանը մենք արինք այսօր։ Լուծումը մեր առջևն է։ Մեզի գինա, որ ամեն մեկս հնազանդենք եւ այդ քայլերը առնենք, որբեսի չլա թե ոյ մեկ կերպով հոգևորապես անսկայնության մեջ ինանք։ Դերը դար որ միշտ արթուն եւ սկաց տլանք, որբեսի չարդոնենք, որ մեր հոգիները անսկա թանան։ Դերը օրհնե բոլորին։